Հիմա Էրդողանի յետիմներն ու Սորոսի ճատերը պիտի հանդուրժեն հայերին, Հայաստան լինելը ինչի պիտի հանդուրժեն կամ հիմա որ այդ հանցագործությունից ասում եք դուք ինքներդ էլ պատասխանը տվեցիք որ եթե մի երկրում հանցագործները իշխանության են հələ նայեք հազարավորների արյունը խմած վամպիրները այսօր իսկապես այդ երկրում ինչ հանցանքել կատարեն չնչին հանցանքա լինելու այս ինչ հանցանքա որ իրար գյուլել են մի քանի հոգի հազարավորների արյունը խմել եւ դեռ շարունակում է խմել ստով կեղծիկով տանում է իր ծրագրերը առաջ, որով եւ սրանք հիմա ասենք էս Էրդողանի յետիմներն ու Սորոսի ճատերը որ ուզում են վերարտադրվեն, ինչի համար, իհարկե իրենց մորթը փրկելու համար, իրենց կապիտալը փրկելու համար, որովհետեւ սրանք որեկան այդ բաներում սրճարաններում կոֆեի, չգիտեմ ինչերը ասում է պարկով էին վերցնում, չգիտեմ գարեջուրն ու կոֆեն, սուրճը, հիմա արդեն լուրջ կապիտալի տեր են եւ արդեն կարողացան խափելով, հիմարացնելով հանրությանը եւ իմիջիայլոց արդեն ես ասեմ այն հատվածը, որը կանգնում է ԿՊ-ի կողքին, պաշտպանում է այս հանցագործ իշխանություններին, ինձ համար արդեն ոչ մոլորիալներ են, ոչ զոմբիներ են, սրանք պարզ թշնամիներ են, սրանք հայկական արժեհամակարգից դուրս ուրեմն գոյանքներ են, որոնք որևէ կերպ չես կարող արտարացում տալ, եւ ես հասկանում եմ, որ այո, նրանք մղվում են, որովհետեւ իրենց մեջ բացակայում է այո հայի արյունը եւ բացակայում է այն մեծ շարավիղի ներկայությունը, որին որ իրենք կոչված են լինել, այսինքն հայի շարավիղից դուրս են եւ բնականաբար էլ չեն ընդունում են նիկոլներին, որոնք եկել են ոչնչացնելու երկիրը եւ հիմա էլ ծրագիրը կիսած չեն տո իմիջիայլոց հիմա ես լսում եմ աջուձախ այդ ամբարտավանությունը որ ասում են բայց մեզ ինչպես պիտի դատեն մենք պիտի վերացնենք պետությունը մարդիկ պարզ ասում են արդեն արա մենք ոչ չենք եկել ձեզ պետություն մենք եկել ենք վերացնենք որ մերս թալանը վայելենք եւ բանը հասել է նրան որ սրանք փորձում էին մի անգամ 1 միլիոն պարգևա վճարվենք մի անգամ 2 միլիոն հիմա նրանք կարում են ուրեմն 8 միլիոնով պարգևա վճարվել եւ մարսելի է դառնում իրենք հասկացել են, որ իրենք անպատժելի են, բայց հիմա ուժեր են գալիս, որոնք իսկապես էլ լուրջ մտահոգության տեղիք են տալիս իմ երկրի թշնամիների համար, բոլոր նրանք ովքեր դուրս են հայ լինելուց, բոլոր նրանք ովքեր կարողանում են հոգևորականների վրա հարձակվել, բոլոր են դատ ու դատաստան, այո, դրանք են բաներն են, որոնք չի մարսվելու, դրա համար կանգնելու են, եւ բոլոր են ոստիկանները, որոնք կատարել են այդ հրամանները, դրանք որպես ուրեմն հակաժողովրդական արարքներ են, հակապետական արարքներ են եւ դրա համար նույնպես պատասխան լինելու է եւ այն ինչ սրանք կատարել են ես համարում եմ որ իսկապես էլ դեմ է մեր պետությանը մեր ժողովրդին արդյունքներով նայենք ոչ թե այդպես մերկապարանոց խոսքերով օտարված տարածքներ ուրեմն բանակ հոշոտված բանակ, քաջերի կորուստներ եւ երապատկված երաբլուր։ Սա ինչի մասին է խոսում, որ մենք ունենք ոչ adekvat իշխանություն ժամանակին, ես հələ ասենք դուրս գանք մեր երկրի տարածքներից ընդհանուր այդ միջազգային հարթակներում սրանց արածը ինչ է եղել, այդ որ թռնում գալիս էին, այդքան ծախսեր են ցույց տալիս, ինչ է եղել, ինչ մի խնդիր են լուծել, մենակ խոնարհվել են, գալիս էստեղ խափում են, չէ՞ դա ճանապարհ է, այնտեղից Ալիևը հրառում է վրան արայ, հարբեցող ծաղրացու ինչ ճանապարհ դա իմ միջանցքն է, դու ով ես որ քո ռոժը այնտեղ տենամ կամ քո ազգի դեմքը, եւ սրա դեմքով ծաղրվում է ամբողջ Հայաստանը։ Վերջի հարցազրույցը նորից տեսա համացանցում տարածվում են ուրեմն կտորներ, որտեղ այդ ինչա Բաքվի ոժդը կարողանում է նորից ծաղրել հայերին, հայկականությունը, Բայդենին ասում է բերեք թող խաղաղության խաչմերուկ ասի, Թրամփը լրիվ ուրիշ բան է ասում։ Այսինքն այդ ծաղրանքների մեջ շարունակում ենք ապրել, լինել եւ հիմա ասում ենք սպանություն, հա ինչ պետք է լինի։ Այսինքն այս երկիրը դուք լուրջ երկրի տես, սրանք միտված են վերացնելու, որպեսզի իրենք մնան անպատիժ, բայց ասեմ ձեզ անգամ եթե պետության դեպքում սրանք արդարադատության առաջ կկանգնեն, պետությունը վերացնելու դեպքում սրանք Աստծո պատժին կարժանանան, որը կարծում եմ մի այլ կարգի դաժան կլինի կամ համահունչ սրանց արածին։ Մի քանի կարևոր բան, հա, դուք տեսակ ազգային ժողովում քննարկվում էր Մովսես Հակոբյանի հարցը, խնդրեմ ձեր տպավորությունը Հակոբ Մովսեսի ասեմ, Հակոբ Մովսեսի հարցը խնդրեմ։ Դե ես որ ասացիք հիշեցի բանը այս գյադու թեմայով բանը
Վարամ Սահակյանը հետարքիր գրառում ուներ, ասում է շատ բարդ իրավիճակի առաջ է մեզ կանգնեցրել, մարդ չգիտի Հակոբի մորը ասի թե Մովսեսի։ Հիմի այս պարագայում մենք հիմի շարունակում ենք եւ գիտեք ամենատխուրը սա գիտեք ով է։ Սա ուրեմն այն գոյանքն է դրամաշորտ եւ իմիջիալոց ասեմ ձեզ, եթե դուք նկատեցիք սրան պաշտպան կանգնած մենակ այս դրամաշորտը, որին ես նախկինում գիտեի Տիգրան Հակոբյանը, Հերոստապետկոմի նախագահ, այս Նիկոլիկի օրոք, իմիջիալոց հայ ժողովուրդ, ես որ ասում է նախկինների դեմ պայքարում են, տեսեք ոնց է պայքարում, վերելա դրելա միլիոններ է տալիս։ Արա թե չէ տանում զնդան էին նստացնում նախկինները։ Մարդը տարել է, նստացրել է, ասել է, ինչ լավ է որ դու դրամաշորտ ես, դու մեզանից մեկն ես, արի նստի, այո, հանցագործ ես, պետության դեմ ես արի նստի, քեզ միլիոններ կտամ, քեզ այս ոչ թե դա դուք հասկանում եմ, չէ, ես իրականությունն եմ ասում, բայց սա ինքան տրագիկոմեդիկ վիճակ է, որ ուղղակի չես կարող ներկայացնել։ Ո՞վ է համաներում իմիջիալոց։ Սերժ Սարգսյանը չէ կարծում։ Դե հիմա տեսեք, այս դրամաշորտը չէի այսպես ասի, բայց ասեմ ձեզ, համեմատեց այն ընթացքի հետ, երբ Հրանտ Մաթևոսյանին էին ուրեմն փորձում հալածել, իսկ ես ասում եմ փորձում, որտեղ Հրանտ Մաթևոսյանը անմահականներից է հալածել չի լինի։ Այս գոյանք գետնակարճների հետ չես համեմատի, եւ ուրեմն Հրանտ Մաթևոսյանին համեմատում է այն դեպքում, որ ես երբ դահլիճում ելույթ էի ունենում Հրանտ Մաթևոսյանի հետ կապված գրողները կհիշեն այդ համագումարը, որտեղ ես շատ խիստ գնահատականներ տվեցի եւ գուցե մի քիչ ավելին ասացի, քան պետք էր, բայց հանուն Հրանտ Մաթևոսյան երևույթի այո կասայի։ Այս գոյանքը չկար եւ այս գոյանքը չէր եկել մի բանով սատար լինել, չգիտեմ, այդ ժամանակ արդեն դրամաշորտությունը արել նստելով չէ կարծեմ, դեռ զնդաններում չէր հայտնվել սա եւ հələ Նիկոլը սրան չկար Նիկոլը որ բերեր դներ այդ ինչ է իշխանական աթոռներին եւ սրանք միմյանց այսպես պասերով գնում են, բայց ինչ տիպիկա չէ որ պիտի դրամաշորտը լապի դեմ կապած Հակոբ Մովսեսին պաշտպանի, որտեղ Հակոբ Մովսեսին ինչ հայրենիք, ինչ զգացողություն Այմեր փողը դուրս գա, սրանք էտ են, այս գոյանքներն են։ Եվ ես ինձ ասացին, որ մեր հարգելի Աղվան Վարդանյանը գնացել ուրեմն փորձել է փարատի, Աղվան ջան ամեն փալասի մի կպի, դրանցից հոտ կգա, հոտ կկրտնի քեզ։ Եվ ես այդ ասում եմ լրիվ ճիշտ, որտեղ իրանց կեսագրությունը փալասային կեսա։ Նա հրանտ այդ բանը, այս ինչ է, այս գոյանքը Ես որ իրան ուզում է դեմքով Նիչեին նմանվի, որտեղ իրենից բան չի ներկայացնում, ասում է գոնե ֆիզիկական վիճակներով, իսկ այդ թարգմանությունները, որ արել էր մասնագետները, ասացին, որ ողորմելի թարգմանությունը, լեզվին չտիապետողի թարգմանությունը, ես դա հիշում եմ, երբ Ռիլկե առաջի անգամ կարդացի ես գոյանքներ փորձել թարգմանել, եւ տեսա, որ միջակ մի բան է, հետո հարցրեցի գերմաներեն իմացող իմ ընկերոջը, ասաց չէ, Ռիլկեն մեծ գրող է, բաս ես խես կամ պուճուրացրել, դե ասես մոտեցրել է իրեն։ Դե հա, այդպես է, ցանկացած մեծին, եթե նման պուճուր գոյանքը մոտենեք, իրեն, բայց Վագն Դավթյանին սա չկարողացավ մարսել։ Դավթյանը ընդամենը իր հանդեսում չէր տպագրել, որովհետև որևէ տակ բան չէր գտել, իսկ այդ հանդեսը դուրս էր գնում, սա միջև հիմա փորձում է գնում փալասվում է Վահագն Դավթյանի ոտքերի տակ։ Հետո Համոսայանը ասեց, այ Վահագն, թնդանոթով կրակել ես ճանճի վրա։ Ճանճը ես Հակոբիկն է։ Հիմա Համոսայանն էլ սրա աչքի գրողը դարձավ, դե բոլորը, իրեն որևէ մեկը չի նկատել, ոչ մի լուրջ գրող, սրան չի նի, որտեղ սա բան չի գրել։ Սա գրում էր ֆլորային, հիշում եմ, լաց է բլնում։ Էդ էլ չի կարեցել, մի հատ ֆլորային գրգեիր արա, լաց չլնեիր։ Էդ էլ չկա, կարա այդ ողորմելիներ, բա դուք դա եք, բա դու կարաս կին գրգե, դու գնա լապի առաջ կապվի, այդպես քպը գովաբան արա, Նիկոլին սապոնվի, հետո վաղը որի դաշնակները գան իշխանության, կասես ես այն ժամանակ գիտեք, չէ՞ ծպտված դաշնակ էի, բայց խաղեր էի տալիս, դու դա ես, գոյանք, քեզանից ոչինչ չներկայացնող, քո քակլանագրությունը, որը երբ հրապարակ թերթում ես տպվում էի, Հարգարժան Արմինովանյանը խնդրեց այդ բառը փոխեմ, գրեցի վեհերոտ գրին, բայց դա դրանից բան չփոխվեց, մեկա դրան էլի քակլանագրությունը։ Շատ լավ, հայտարարեցին Աննան ու Նիկոլը, որ ամուսնանում են։ Դե լավ են, լավ են։ Հիմա ճշտեն Ալիևն ու բանն են խավոր։ Դե Աննան ոնց որոշի, նայած դուք հիմա որ ասում եք Նիկոլը տարարողությունը։ Եթե իրանք Աթոմկոսին Սևասերփազաներին մերժում են, մնում է Կճոյանը կամ այն ինչ էր Փաշազադեն։ Ով կանի ձեր կարծիքով։
Դե հիմա ինչ ասեմ, բանը ես չկարծում եմ իրանց հոգեարազատը իհարկե Փաշազադեն է, որտեղ իրենք Փաշազադեի խոսքով են առաջնորդվում։ Կճոյանը բանով է հայտնվել այնտեղ, ոնց որ այնտեղ սրբազաններ կա, ես ասեմ գգավորը որոշ բաներ կբացահայտվեն։ Ես նաև այստեղից չեմ անուններ տվել, բայց նաև ուզում եմ այո Վազգեն Միրզախանյանի անունը տալ, եպիսկոպոսի, ով դրական բաներ էլ է շատ արել։ Ես ուզում եմ դիմելով իրեն արդեն որպես ընկերոջ կարգավիճակով մենք երկար տարիների բարեկամություն ենք ունեցել, որ այդ մոլորությունից դուրս գա։ Ես չգիտեմ ինչ ա եղել, բայց ես վստահում եմ, որ կգտնի այդ ճանապարհը դեպի եկեղեցի տանող, դեպի վեհապար տանող, դեպի մեր ինքնությունը տանող եւ այս խապեբաների, այս ստակոլոլ գոյանքների թիրախից դուրս կգա, ցանցից դուրս կգա եւ այս մոլորություններից դուրս գալով մարդ ենք, բոլորս էլ սխալական ենք, բայց ես կարծում եմ այո մենք կարողանանք ինքնամաքրվել, մանավանդ մեր եկեղեցին քրիստոնյայի ուրեմն քրիստոնյայի վարկը ներման հնարավորություն տալիս է եւ կարծում եմ պիտի մենք այդ ամենից օգտվենք, չկորցնենք բոլորին, ինչ որ ունենք։ Իսկ ինչ վերաբերում է որ ամուսնանում են, դե Անան ուզեցել է որ ամուսնանան, հիմա թույլ է տվել որ սա պաշտոնապես իրեն ամուսին ճանաչվի, դե եթե թույլ է տվել, ուրեմն սա ուրախությամբ կճանաչվի որպես Անայի ամուսին։ Շատ լավ, իրենց ամենահաղթական բանը ասֆալտը պայթեց իրենց ընտրողների գլխին, իրենց գլխին էլ հետը։ Սա մի ուրիշ աներևակայելի բան էր, այսինքն իրենց խայտարակ թալանը, սա իրենց այցեքարտն էր դարձել եւ ես մտածում էի, որ իրենք ամեն ինչ կանեն, որ այդ այցեքարտը չկորճի։ Բայց ոչ թե չկորցավ, խայտարակություն տեղի ունեցավ, չկորճեց, այ խայտարակության վերածվեց, այսինքն այդ կլոր խոռոչները, որ մենք տեսնում ենք փողոց, նման բան չի եղել։ Եվ հիմա մեքենաները, որ շարունակաբար կոտրվում են, ջարդոտվում են, բոլոր վարորդները կայանում այդ հայհոյանքների զուգահեռ, հայհոյանքները իհարկե ԿՊ-ին են հղված, եւ տեղ չես կարող որևէ բան ասել, պաշտպանել կամ չգիտեմ ինչ, ես նկատի ունեմ, որ հայհոյախոսությունը ինչքան էլ ընդունված չի, բայց ես բազմաթիվ վարորդների եմ տեսնում, որոնք ուղղակի նոր նաև այդ մշակույթ են ձևավորում, օրինակ Վանո Եղազարյանը գիտականորեն հայհոյախոսության մասին նաև ուսումնասիրություններ էր արել։ Կարծում եմ նաև կարող անդրադառնա այս նոր որակի հայհոյախոսություններին, որովհետև այո, ԿՊ-ի վարկը բերեց հայհոյանքների նոր մոդել եւ դրանք բոլորը աշխատում են։ Իմիջիայլոց սրանց մոտ մի քիչ այդ նախ հիշում եք սա ասում էր, ես ստեղ Նիկոլը ստեղել է ասնիվ։ Երևանի քաղաքապետի ավագանու ընտրություններին կանգնած ասաց դուք պիտի բորդուր լիզեք եւ ասֆալտ ուտեք, դա ասում էր ԿՊ-ին։ Սա մարդիկ մտածեցին թե ասում է հայ ժողովրդին, բայց ինքը հայ ժողովրդին չէր ասում, ինքը ԿՊ-ին էր ասում։ Եվ ԿՊ-ն մեծ ախորժակով այդ ասֆալտը կերել է, ինչպես տեսնում եք այդ դիտումը չկա, ջութ կոչվածը չկա, եւ բորդուրների լպստել էլա չեմ տեսել, բայց դա էլ է հրահանգել, կարծում եմ դա էլ հետո կտեսնենք։ Դե ինչ ասես, էսա, բայց ես դες մի բան ասեմ, գիտեք, այդ սովածության առումով, այ հիմա չգիտեմ ինչի մտքիս եկավ, մի անվանի բռնցքամարտիկ կար Ռուսաստանում, սա իր շանը այնպես էր վարժեցրել, որ որևէ մեկի ձեռքից որևէ ուտելիք չվերցնի։ Բռնցքամարտիկով միջազգային կլասի բարձր ուղղակի չտամ, չգիտեմ։ Կամ հիմա գալիս է ընկերների հետ, ոնց թվում նաև հայ է մեկը լինում, որը եւ պատմեց, ասում է զարմանալի մի բան, ասաց հələ փորձեք կերտակ, 3 օր չէր կերակրել շանը։ Եվ տղաներից մեկը կերակրում է, ինքն է կերը տալի, որ կերը տալիս է շունը արձակվում եւ ուտում է։ Անմիջապես ասում է հանեց ատրճանակը եւ գնդակահարեց շանը, որ ուրիշի ձեռքից ուրեմն կերավ։ Հիմա ես չեմ ասում, որ սրանք պիտի գնդակահարվեն ասֆալտը ուտելու համար, բայց լուրջ կարգին բաներ ուրեմն դատ ու դատաստանի պիտի ենթարկվեն, որովհետև սա կորուստներ նաև այն խաբեության բացահայտումներ, որով տևականորեն ասֆալտը անգամ կառավարության նիստին հիշում եմ գոյանքը ոնց էր, այո, ոնց էր հրճվում, եւ հիմա հասկացա չէ, հրճվանքը ինչից է գալիս, ասֆալտը ուտելուց է գալիս, եւ հիմա ասֆալտը այո կերել են, եւ այդպես պատկերացնում եք ինչքան են կերել այս թալանի միջից, բայց ինչ են ասում են մենք պետք է թալանենք, մենք բոլորս դարձել ենք միլիարդերներ, Արցախը տվել ենք
Հայաստանից 1003 Երևանի չափ տարածք Հայաստանից արդեն հանձնել ենք, այս թրիպով այդ ամբողջ հատվածը նվիրել ենք թուրքերին, իբր թե այնտեղ ամերիկանա գլխին կանգնած էլի, դա էլ նվիրել ենք, պրծել ենք, բարձունքները տվել ենք թուրքերին, 10,000 զոհ տվել ենք, 13,000 զոհ, ասում է, լսեք, դուք իրար շնորհավոր եք, Ալենն ասում է, իրար որ տեսնում եք, դուք հասկանում եք ես ինչ եմ, դուք շնորհավոր եք, որ մահացել եք։ Թեկող Լակոտի անունը որ տվեցիք, սա վերջերս հայտարարել է, որ մանկապիղծներ կան մեր հոգևորականների մեջ։ Ուրեմն տեսեք, սա գիտի, որ մանկապղծություն կա, իր ասելն է, ես դրանում չեմ կարող որևէ բան ավելացնել, պակասեցնել, բա արա դուք այդ ամբողջ ԿՊ-ով հովանավորում եք, հա մանկապղծություն, ուրեմն դուք գիտեք ու ձեն չեք անում, հա արա, ուրեմն ստացվում է դուք եք, հա դրանց հովանավորը, դրա համար չեմ բացահայտվում, բա էլ խես է դու միջազգային արտակներից ոռնում, թե սենց բան կա, բա իշխանությունը այսօր դու ես, արա ես չեմ, որ ինձ դիմես ես էլ բռնեմ կամ չբռնեմ, կամ քո սուտն ու կեղծիքը հերթական անգամ մերկացնեմ, որը վստահ եմ, որ սուտ է, կեղծիք է, բայց նաև եթե այդպես է, ուրեմն դուք հովանավորն եք մանկապղծության իմ երկրում, իմանալով չեք կարողանում դատարանի առաջ, արդարադատության առաջ կանգնեցնել եւ այդ պատիժը սահմանել, որը օրենքով հասնում է, որովհետեւ դուք ամեն ինչում եք տանուլ տվել, որովհետեւ դուք ամեն ինչում եք սուտ, կեղծ, որովհետեւ որևէ տեղ հայկականություն չկա ձեր մեջ, կարող եք գալ ստեղ ծիծաղել, պարել, գնաք այնտեղ ողբ խաղալ, գնաք այնտեղ ասել մեր բարեկամն աստեղ գալ, ասել մեր թշնամին, այդ կապիկությունները նրանք էլ են տեսնում եւ արդեն ձեր վրա չեն, մեր վրա են զարմանում, որ ձեր նման գոյանքներին պահում ենք, Էրդողանի յետիմներ ու Սորոսի ճտեր ենք շարունակում ենք։ Իմիջիայլոց իրենց անգամ Ալիևը չի խնայում, փոխանակ մի քիչ ձայն չհանի, հանգիստ նստի, իր այս բալեքը նորից ընտրվեն, մնացած Հայաստանն էլ կործանել վերջանա, մենք ժամանակ առ ժամանակ տեսնում եք ինչ ասում, այդ ձեզ ուրիշ պարագայում վերելու եմ 300,000 ադրբեջանցիներ, իհարկե խոսք չկա այդ 800,000 հայերի մասին, որ քշել են, ցեղասպանել են, ձայն չկա։ Գուցե շատ բարդ խնդիր եմ ասում, բայց անլուծելի խնդիրներ չկան։ Նման հայտարարություններ անելու դեպքում, եթե այստեղ առողջ իշխանություն լիներ, մենք այսօր միջազգային, չգիտեմ, հարթակներ օգտագործեմ, կկարողանայինք Բաքվում հաստատվել եւ ադրբեջանցիներին ազատել այդ բռնապետից, ազատել ուղակի եւ ասել, որ տեսեք նա ձեզ հերթական պատերազմի է տանում, նա էլ գնում է իր միլիոնները, ինչպես տեղի նիկոլներն են անում, չէ, իրենց համար իրենց փողերն է հետարկում։ Մենք կարող էինք հասնել այո Բաքվում եւ ազատագրել ադրբեջանցի ժողովրդին, որոնք այդտենց գալիս են մարդ են, էլի մեռնում են, չգիտեմ ինչ են ելնում, այդտենց հալածյալ ապրում են, որովհետև այնտեղ մի քանիսը որոշել են, այո, իրանց այդ մեծ վայելքների մեջ մնալ, եթե դա ես այդ անասնականությունը վայելք չեմ համարում։ Իմ համար վայելքը հոգևոր դաշտում է։ Իմ համար վայելքը երբ մի հրաշալի ցուցահանդես է լինում, մի հրաշալի օպերային ներկայացում է լինում, մի հրաշալի գիրք է լինում, այդտեղ կա այդ ոգեղենությունը, այդ թռիչքները, ապրումների անծիրությունը, դա չէ անասնական բաների մեջ ինչ վայելք։ Դա բնորոշա պուճուր հոգիներին, պստիկ հոգիներին, որոնք ցուցադրաբար ուզում են ասեն, տեսեք մենք ինչ վիճակի մեջ եք, արա, ողորմելի վիճակի մեջ եք, եւ ստեղ եւ այնտեղ իրար արդեն աղբերացել են, իրար պասերով գնում են, այո ճիշտ եք, սա ուզում է, որ Նիկոլը ստեղ վերարտադրվի իր թիմով, որովհետեւ դեռ ծրագրերը չի ավարտել ինքը Էրդողանը եւ նաեւ մյուսները, գիտեք, ես այնքան էլ հիացած չեմ, հիմա այդ ինչա Մակրոն, ոչ թե անունը տամ այդ Ֆրանսիայի այսօրվա քաղաքականության մեծ է տարվող, ես հիշում եմ, ինչպես էին հայտարարում, որ այդ Ֆրանսիան հեսա ճանաչելու է Արցախի անկախությունը, մյուսը, բայց ես նորից հիշեցնեմ, երբ Վաչագանը այդ պատերազմը հենց սկսելուց անմիջապես հետո դիմեց մարտերին գնալու եւ հղումներ արեց մինչև մեկնելը, նույն Ֆրանսիայի ուրեմն այն գործիչներին, ովքեր իբր հայամետ գործիչներ էին, որևէ պատասխան չտվեցին։ Եվ ընդամենը մի պարբերական 3000 եվրո էր ուզել Վաչագանի մի կես էջանոց ուրեմն նյութը տպագրելու համար, հասկանում եք, ինչ այդ նույն Ֆրանսիան, որը իբր Արցախի անկախություն, դրանք բոլորն էլ իրենց խնդիրները ունեն եւ ես դա չեմ մեղադրում որևէ մեկին։ Իսկապես չեմ մեղադրում, նրանք իրենց դարդուցավն էլ կիշճի։ Եթե մի երկրի գլխին Մակրոնը դինի պրեզիդենտ, բա դա արդեն դարդուցավա, չէ՞։ Բա իրենք էլ ազիվ իրենց դարդուց կամ հիմա ինչ են
որ ասում են արդեն նարկոտիկներով ապրում է թմրամոլությամբ այդ Ուկրաինայի կլոնը, որը որ տարավ, զոհեց ու շարունակում է, զոհել, բա ուր է ձեր, արա այդ յալանչիներ, ասում եք օրերի հարց, ամիսների հարց է, հեսա տեսեք Եվրոպան, Արևմուտքը ոնց է Ռուսաստանը տրոհում, փշրում, բանանում, չէ, իսկապես ոնց է տրոհել, փշրել, ինչ մեղք է կարա։ Հիմա սնուցումը դադարեցրել է, այն Թրամփը ձեր սաղի դիմակները պատռեց, ասեց արա այդ մենք էինք փողը տալիս, դրանք հաճում էին այդտեղ մեր օգտին։ Հիմա դադարեցրել են փողը տալ, հաճոցները պակասել է, բայց սա շատ խորամանկ է Նիկոլի, կարասում ես ժողովրդին կքամեմ, փողերը կվերցնեմ, կտամ ձեզ, որ դուք շարունակեք պայքարել ժողովրդի դեմ, այս Հայաստանի դեմ